Պատասխանատու կիրթ եւ արժանապատիվ քաղաքացու ձևավորումը ընտանիքից հետո սկսվում է դպրոցում, ասում են ազատ դեմոկրատները ներկայացնելով իրենց կրթական բարեփոխումների ծրագիրը։ Այն նախատեսում է հանրակրթության եւ մանավանդ մանկավարժի աշխատանքի գնահատման պետական քաղաքականության վերանայում, ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որը կարող է դառնալ երկրի անվտանգության երաշխիք, ասում է ազատ դեմոկրատների պատգամավորի տեխնացու Անահիտ Բախշյանը։ Ընդամենը պետք է որ քաղաքացին ընտրի առաջադիմությունն ու ժողովրդավարությունը։ Իմ կարգախոսը կրթությունն է երկրի ազգային անվտանգության երաշխիքը եւ ընտրություն եւ ժողովրդավարություն, որ քո կամքը դու ազատ իրացնես ու հետո պահանջես։ Սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը միայն դրանց պաշտպանունակության բարձրացումը չէ, նշում են ազատ դեմոկրատները, այլ նաև սահմանը պահող գյուղերի բնակիչներին տրվող արտոնությունները ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի զարգացման ոլորտում, այլև հանրակրթության համակարգում։ Ըստ ազատ դեմոկրատների, սահմանամերձ գյուղերի աշակերտ թվով ֆինանսավորման չափը պետք է կրկնապատկվի։ Դպրոցները պետք է հստակ սուբսիդիաներ ստանան եւ աշակերտ թվով ֆինանսավորում պետք է առավել լինի, քան մյուս տարածքներում, որտեղ սահմանամերձ են եւ անվտանգության խնդիր չկա։ Մենք անընդհատ խոսում ենք անվտանգությունից, բայց անվտանգությունը դա միայն բանակը զինելը եւ զինվորը չէ։ Անվտանգությունը նաեւ քո քաղաքացիների բարօրությունն է, սահմանապահ քաղաքացու իր տանը, իր գյուղում պահելն է, որովհետև եթե մենք դատարկենք մեր գյուղերը, չստեղծելով աշխատատեղեր, չստեղծելով նորմալ պայմաններ դպրոցներում, այդ դեպքում մենք արդեն կկանգնենք ներքին անվտանգության եւ նաեւ արտաքին անվտանգության խնդրի առաջ։ Ազատ դեմոկրատները ծրագրում են նաև մարզային մանկավարժական համալսարաններում բացել համընդհանուր ներառական կրթության համար մասնագիտացումների որակավորում ապահովող ֆակուլտետներ եւ նախատեսում են դպրոցների տնօրենների համար սահմանել վարչական տույժեր օրենքով արգելվող քաղաքական քարոզչության համար։ Նունե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։